Գները դառնում է կրկնակի։ Արդեն սաղ շոֆերներին կանչել են, խոսացել են, ասել են, շատ շոֆերներն են չեն ուզում աշխատել։ Նման պայմանով։ 15 գյուղի բնակիչների նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի խաչմերուկը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պահանջելով վերանայել իրենց որոշումն ու չեղյալ հայտարարել տրանսպորտի թանկացման ու երթուղու ուղեգծի փոփոխման որոշումը։ Գնալու է մինչև աշտարակ մի հատ պերեսատկա նոր ընդեղից գնալու է քաղաք։ Այդ երեխեն ուսանողը հասցնելու է, այդ պերեսատկեքով գնա հասնիրա դասի։ Ուղեվճարը 400 դրամից դարձել է 800 դրամ։ Նախկինում տրանսպորտը գյուղերից հասնում էր մինչև Կիլիկի ավտոկայան։ Հիմա հասնելու է մինչև Աշտարակ ու այդտեղից բնակիչների խոսքով երթուղի չունեն դեպի Երևան։ Ասում են աշխատակից ստանում են 70,000 դրամ։ 70,000-ը տան տրանսպորտի, թե բերեք տունը պահեն, ո՞նց պահեն։ Մարդիկ այդպես են երթում աշխատանքի։ Բողոքողներն ասում են նոր փոփոխությունն իսկական գլխացավանք է դառնալու իրենց համար։ Նրանց հետ հանդիպելու է գնացել Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարն առաջարկելով, որ գնան քաղաքապետարան տեղում հարցը քննարկելու։ Ասել է ինքը եւս պատրաստ է դիմել կառավարությանը։ Ակցիայի վայրեն ժամանել նաեւ մեծ թվով պարեկներ բնակիչների հետ բանակցություններ են վարել, որ ընդառաջեն քաղաքապետին ու բացեն ճանապարհը։ Այն ի վերջո բողոքավորները բացել են։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։